Առողջության համընդհանուր ապահովության մասին օրենքի վերաբերյալ հաճախ տրվող հարցերի մեծ մասի պատասխանները օրենքի 45-րդ և 46-րդ հոդվածում են։ 45-րդ հոդվածը նախորդ տեսանյութում արդեն քննարկել ենք, այժմ նույն տրամաբանությամբ հակիրճ կմեկնաբանենք 46-րդ հոդվածի դրույթները։ Կանդրադառնանք այն մասերին, որոնք հարկային և հաշվապահական տեսանկյունից մեզ համար հետաքրքիր են։ Սևով նշվածները վերցված են օրենքից, իսկ կարմիրով նշվածները մեր հակիրճ մեկնաբանությունն է։ Ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ հիշեցնել, որ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի առաջինից մինչև 10-րդ կետերում ընդգրկված են ապահովագրված անձինք, որոնք ապահովագրավճար չեն վճարում, նրանց փոխարեն ապահովագրավճարը վճարում է պետությունը։ Ես պայմանական այս խմբերում ընդգրկված անձանց անվանում եմ արտոնյալ խմբեր, որպեսզի հեշտ լինի մեզ համար վերլուծություն կատարելը։ Հոդված 46-ը անցումային դրույթներ է։ Սկսում ենք 9-րդ մասից։ Այս մասում աշխատավարձից պահվող ապահովագրավճարի սանդղակն է 2025 և 2026 թվականների համար։ Մինչև 500,000 դրամի դեպքում այն կազմում է 4800 դրամ, 500,000 1 դրամից ավելիի դեպքում 10,800 դրամ։ Արտոնյալ խմբերում ընդգրկված անձինք, բացառությամբ մինչև 18 և 65+ անձանցից, որոնք վարձու աշխատող ապահովագրավճար վճարող են, պետք է վճարեն ապահովագրավճարը, ապա սույն օրենքի 17-րդ մասի համաձայն հետ ստանան գումարները։ Մինչև 18 և 65+ անձանցից ապահովագրավճար չենք պահում, քանի որ նրանք բացառությունների մեջ են։ 10-րդ մաս։ 10-րդ մասով ապահովագրավճար վճարող համարվող ԱԾՆ-ները 2025 թվականի արդյունքներով վճարում են 2026 թվականի համար ամբողջությամբ 129600 դրամ։ 12-րդ մաս։ 2025 թվականի արդյունքներով ԱԾՆ համարվել է ապահովագրական վճար վճարող, ապա վճարման ժամկետը սահմանվել է մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը։ Մաս 14։ 2026 թվականի համար աշխատավարձից պահված ապահովագրավճարը եկամտային հարկի ամսական հաշվարկներում չի արտացոլվում։ Մաս 16։ Արտոնյալ խմբում ներառված անձինք վճարում են ապահովագրավճար, այնուհետև մեկ անգամ էլեկտրոնային դիմում են ներկայացնում գումարի վերադարձման և հարկային մարմնի կողմից հիմնադրամին տեղեկություն հայտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հետ ստանում գումարը։ Սա վերաբերում է թե ԱԾՆ-ներին, թե վարձու աշխատողներին։ ԱԾՆ-ների մասով մենք հստակ չգտանք օրենքի մեջ, որ նրանք էլ են այս դրույթները նրանց վրա էլ է տարածվում, բայց 8.866 թեժ գծից ստացանք պատասխան, որ նրանք էլ են վճարում ապահովագրավճարը արտոնյալ խմբերում ընդգրկված լինելու դեպքում, ապա դիմումի համաձայն հետ են ստանում։ Մաս 17։ 2025-2026 թվականների համար մինչև 500,000 դրամ ստացողների համար, որոնցից պահվել է 4800 դրամ, տարբերություն 6000 դրամները պետությունը ամեն ամիս փոխանցում է հիմնադրամին, բացառությամբ սոցփաթեթի շահառուներին։ Մաս 18։ Սոցփաթեթի շահառու ապահովագրավճար վճարող անձը, եթե մինչև 500,000 դրամ աշխատավարձ է ստանում, պարտավոր է ինքնուրույն հիմնադրամին փոխանցել 6000 դրամ ամսական։ Ինչ է նշանակում ինքնուրույն։ Եվս մենք թեժ գծից այս մասով պատասխան ստացանք, որ 6000 դրամը պահելու և փոխանցելու պարտավորությունը դրված է գործատուի վրա։ Մաս 19։ Եթե աշխատանքից ազատվում ենք, պարտավոր ենք ապահովագրված անձի կարգավիճակի առկայության ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն կարգավիճակը ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում ինքնուրույն ամսական վճարել 10800 դրամ։ Շնորհակալություն ուշադրության համար, խնդրում ենք հավանել և բաժանորդագրվել։